Բարև ձեզ, այս ֆորմատը առաջի անգամ եմ գործարկում լայվով խոսելու, իրականում շատ էի մտածում արժի, չարժի մեկնաբանություններ սկսել, բայց ամեն դեպքում որոշումս հետևյալն է, քանի որ հարցերը շատ են ու շատ արձագանքներ եմ ստանում կապված Արսեն Ղուկասյանի կալանավորման հետ ու թեև այս անցնող օրերին որևէ ժամանակ որևէ լրատվամիջոցի չեմ մերժել որևէ մեկնաբանություն տալու հարցում, մտածեցի, որ ավելի մանրամասն կարիք կա պարզաբանելու, թե ինչ է տեղի ունեցել և ով է ընդհանրապես Արսեն Ղուկասյանը և ինչի էր իշխանությունը շահագրգռված կալանավորելու Արսեն Ղուկասյանին։ Ուրեմն նախ ուզեմ սկսեմ հենց այդ հարցադրումից, թե ով է Արսեն Ղուկասյանը, ինչ է արել և ինչի է հիմա այս իրավիճակում հայտնվել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսելու դրությամբ Արսեն Ղուկասյանի եղբոր Արման Ղուկասյանի տղա Սարգիս Ղուկասյանը գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնելով և բնականաբար այդ մարտական գործողությունների մասին հենց տեղեկացել են իր եղբայրը Արման Ղուկասյանը կամավորագրվել է, որպեսզի գնա հասնի իր որդու մոտ։ Կամավորագրվելուց հետո իրան տարել են ոչ այն ուղղությամբ, որտեղ որ եղել է Սարգիսը, իրանք տարբեր ուղղություններով են եղել, հիմա առավել մանրամասնությամբ չեմ հիշում, կարծեմ մեկը Հադրութ, մյուսը Ջաբրայիլ, և այս ժամանակահատվածում Արմանը տեսնելով, որ ինքը այսքան ևս գնում է օգնության այլ զինծառայողների, մեծ հաշվով, այսպես ասած, խղճին չի էլ նստում, որ գնա իրանց թողնի, երբ որ Արսենը զանգում ասում է հասար Սարգիսի մոտ, ասում է չէ, ախր այստեղ էլ են ուրիշ երիտասարդներ են, իրանց ոնց մենակ թողնեմ, ու այդպես փաստացի Արմանը և Սարգիսը, հայր և որդի, հայտնվելով տարբեր ռազմաճակատի տարբեր կողմերում, մարտերի մեջ են լինում։ Եվ որոշ ժամանակ անց Արսենը կորցնում է կապը երկուսի հետ էլ ու մեկնում է ինքն էլ պատերազմը դեռ չավարտված ռազմաճակատ երկուսի որոնումներով և այդ որոնումների ժամանակ, իհարկե արդեն այդ վերջի օրերն էր գալիս, ես օրերը դրա համար հստակ չեմ նշում, ինքը հենց այդ հրադադարի առաջին օրերից սկսած մի շարք այլ ծնողների հետ, բայց առաջնահերթ գնում է կատարելու այդ որոնողական աշխատանքները, ընտրելու իր հարազատներին ու նաև հավաքագրելու տեղեկություններ, որոնք առեսօր իրենց բովանդակությամբ, այսինքն այն բաները, որ պետք է աներ պետությունը, ինքը վերցրել է և ապացույցների հավաքագրման և հմթուփ իր վիճակով այդ մարմինները, մասունքները հավաքելու։ Այդ ընթացքում ստանում է երկու ծանրագույն սրտի կաթված, հավաքելով այդ ամբողջ մարդկանց մարմիններն ու մասունքները, հարյուրավոր երիտասարդների, զոհվածների մարմիններ ու մասունքներ։ Նաև այդ մարմինների մասունքների որոնման աշխատանքներում շատ այսքան շաբաթներ է էլի այնտեղ անցկացնում, նաև ի վերջո գտնում է իր եղբոր գլխատված գլուխը և այդ գլուխը վերցնելով իր մեքենայով տանում է, ուղարկավորում է եռաբլուրում
ու որոշ ժամանակ անց նաև գտնում է մնացած մարմինը, ստիպված ալնում նորից արտաշիրիմում անել, նորից ուղարկավորել, բայց դեռևս այդ ժամանակներում չի կարողանում գտնել եղբոր օրթուն Սարգիսին, չնայած որ այդ պարտականությունը, պարտավորվածությունը, կուզեք խոստումը, երդումը իր մեջ տված առնում, ու նաև առ այսօր Սարգիսից որևէ տեղեկություն չկա։ Այս որպիսի մոտավորապես կարողանաք պատկերացնեք, թե մարդկային առումով Արսենը ինչերի միջով անցել, ես որպես մարդ, նաև որ ունի անհետ կորած հարազատ, մյուս համայնքի հետ միասին, ու ինքը իր արած աշխատանքների արդյունքում եւ այլնով, այո, եւ միշտ մշտապես բարձրաձայնել է այս հարցը Հայաստանում եւ ամեն ինչ արել է, ինչ իրանից համարել է հնարավոր, ամենաակտիվն է եղել եւ ցույցերում, եւ ըստ էության մասնակցելով, եւ ապացույցների հավաքման շրջանում, եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։ Ընդհանուր վերջերս, որ մենք ունեցանք դատավճիռ Վահանյան իշխանի վերաբերյալ, այդ ամեն ինչի մատնանշումը, թե ով է մեղավոր եղել, ով է դասալքություն արել, այդ հետաքննությունների իրականացման մեջ, այստեղ ոչ մեկ չի կարող հերքել, որ մեծագույն ներդրում է ունեցել Արսենը։ Ու հենց այդ իր, այսպես ասած, կուզեք ասեք բնավորություն, խիզախության հաշվին, սկզբունքայնության հաշվին, որ բնականաբար կարող եք պատկերացնել, որ շատ ժամանակ նաև պայմանավորված այդ հոգեվիճակով, նաև շատ սկեպտիկ է եղել, որպեսզի այս հարցը որևէ կերպ չքաղաքականացվի, այսինքն չօգտագործվի զուտ այն նպատակներով, որ մարդիկ ընդդիմությունը կամ այլ բաներ փորձեն առանց հարցին ըստ էության լուծում տալու, պարզապես դրանից օգուտ քաղել։ Դրա համար էր մեկ-մեկ, որ կարող են նաև ընդդիմադիր որոշ շրջանակներ մտածել կամ սրտնեղել, բայց դրան ավելի քան ես տարիների ընթացքում Արսենին ճանաչելով ըմբռնումով եմ մտածել։ Եվ այսպես Արսենը եւ հիմնել է հասարակական կազմակերպություն, որի շրջանակներում ոչ միայն մեծապես օգնել է դեռևս ծառայություն իրականացնող ՊՆ զորամասերին եւ այլն, այս 5 տարվա ընթացքում իր առօրյա կյանքը, այսպես ասած, եթե կենցաղը կաստակում էր տաքսի ծառայություններ մատուցելով, ապա ցանկացած պահի 5 տարվա գործունեության մեջ իր հիմնական առաքելությունը, սա ես կարող եմ ասել պատասխանատու կերպով, որովհետև այս 5 տարվա ճանապարհը մեծ հաշվով իրար հետ ենք անցել, դրել է, լծել է այս գործին անհետ կորածների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու, որևէ։ Ու դա, ասում եմ, հնարավոր ու անհնար Հայաստանում ու Հայաստանից դուրս գտնվող բոլոր հնարավոր կառույցներին ու մարդկանց իր բանով կապվելով։ Եվ ինչա տեղի ունենում, գալով արդեն այս իրադարձությանը, ինչպես նախորդ ժամանակներում, այսինքն նախորդ տարիներին, Արսենը սեպտեմբերի 27-ին, որը դեպ իր ծննդյան օրն է, որ նա կատեգորիկ արդեն քանի տարի չի էլ նշում, նույնիսկ ջղայնանում է, որ զանգում փորձում ենք շնորհավորել, ինչ-որ մաղթանքներ հղել, ինչևէ։ Սեպտեմբերի 27-ին, իդեպ այդ ակցիան նաև նախկինում էլ է իրականացրել, հավաքվում են, նաև մենակ չէ, մնացած անհետ կորածների հարազատների հետ, ակցիա իրականացնելու պաշտպանության նախարարության մոտ այն պարզ բանով, որ
հերթական տարելիցն է պատերազմի եւ եթե օրինակ վիրավոր զինծառայողի ծնողը կարող է գրկել իր երեխային, զոհված զինծառայողի ծնողը կարող է գնալ եռաբլուր, ապա անհետ կորած զինծառայողի ծնողը հարազատը տեղ չունի գնալու։ Եվ գնում են պաշտպանության նախարարության մոտ որպես այն կառույցի, որ ըստ էության զինակոչել է ու տարել այդ մարդկանց որևէ տեղ ծառայելու, որևէ տեղ ասելով էլ այն տեղը, որ հիմա Հայաստանի իշխանությունները համարում են Ադրբեջան, հարցադրումներ ուղղելու, թե լավ, դուք ի վերջո նաև այստեղ հիմա մենք ունենք պաշտոնյաներ, որոնք Լեռնային Ղարաբաղում, Արցախում ժամանակին հենց պատերազմի օրերին պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, իմ տիրապետելով կարևոր տեղեկատվության ի վերջո ինչա տեղի ունեցել մարտի դաշտում։ Եվ այս ակցիան հերթական տարին իրականացնելով հիմա արդեն այս ԳՇ պետի օրոք եւ իր խորհրդականներով ամսի 27-ին, որը այս տարի շաբաթ օր էր, մի խումբ ծնողներ այդ ակցիան իրականացնում են, ասելով, որ ցանկություն ունեն հանդիպելու գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, նրա խորհրդական Կամո Վարդանյանի, որը պաշտպանության բանակի, Արցախի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետն է, չեմ սխալվում, պատերազմի օրերին, եւ իրանց որոշակի հարցադրումներ ունեն, կապված թե ինչ են իրանք անում անհետ կորածների հետ։ Ամսի 27-ին այդ ակցիայի շրջանակներում, երբ որ բանով տեղի ունեցել, իրանց տրվել է հավաստիացում, որ գիտեք ինչ կա, թե չգիտեմ, օրն շաբաթ եւ այլն, գնացեք երկուշաբթի ձեր ուզած պաշտոնյաների հետ հանդիպումը տեղի կունենա։ Մարդիկ ասել են շատ լավ։ Ասել են ժամի մասին հստակեցում չկա, ասել է խնդիր չի, մենք քանի որ շատ կարևոր է այս հանդիպումը մեզ համար, ժամը 12-ից ծնողներով կլինենք այդտեղ։ Ժամ 12-ին մի խումբ ծնողներ հավաքվում են պաշտպանության նախարարության դիմաց այդ ակցիան իրականացնելու եւ իրենց մոտապես մի կես ժամ 40 րոպե այնտեղ սպասեցնելուց հետո մոտենում են եւ ասում են, որ իրենց կհանդիպի պաշտպանության նախարարության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ինչին ի պատասխան ծնողները ասում են, որ Արման Սարգսյանին հանդիպելու ցանկություն չունեն, որովհետև Արման Սարգսյանին բազմիցս հանդիպել են, ինքը իրենց հարցերի հասցեատերը չի, ինքը 44 օրյա պատերազմի ժամանակ բառացիորեն այլ տեղ է գտնվել, ընդհանրապես Արցախի եւ պատերազմի հետ կապ չի ունեցել, ուստի կարիք չունեն Արման Սարգսյանի հետ հանդիպելու։ Իրանց տրվել է հստակ խոստում, որ իրանք հանդիպելու են Էդվարդ Ասրյանի եւ Կամո Վարդանյանի հետ։ Եվ այդպես, այսքան մերժելով այդ բանը, շարունակել են իրանց ակցիան պաշտպանության նախարարության դիմաց ու շուրջ 5.5 ժամ մնացել են փողոցում։ Այդ պատերի տակ, արևի տակ, ոնց ուզում եք ասեք, ես չեմ ուզում այդ որակումները տալ։ 5.5 ժամ արդեն մոտավորապես աշխատանքային օրվա ավարտն է, ժամը 5:30 դրությամբ, դե հասկանալով, որ ըստ էության իրանք արձագանք չունեն իրանց հարցի վերաբերել, որոշում են ակցիա իրականացնել, ասում են ոնց, դուք այսքան եկել եք աշխատանքի մեզ մինչև այս պահը խոստումը տալով չեք պատասխանում եւ որոշել են փակել ելքերը, այսինքն որպեսզի ոչ ոք դուրս չգա, ոչ թե ինչ որ մեկը չմտնի, այլ ոչ ոք դուրս չգա ծառայությունից մինչև այդ հանդիպումը տեղի չունենա։ Եվ փակվել են այդ ամեն ինչը ընդհանուր նաև լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից, որոնք հիմնականում տեղակայված են եղել այդ առաջին
հսկիչ անցագրային կետի մոտ, գլխավոր մուտքի մոտ, նաև բնականաբար, որպեսզի այդ բան լինի, նաև հետևի մուտքերում են եղել, բայց այդ հետևի մուտքերի հատվածը չի լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից։ Ըստ էության 5.5-ի դրությամբ, երբ որ Արսենը ընդ որում եղել է առաջին այդ գլխավոր մուտքի մոտ, նաև լրատվականներն են դա ֆիքսել բանում, հետևի մուտքի մոտ կանգնած ծնողների եւ տարօրինակ կերպով ելքը հսկող ռազմական ոստիկանության ծառայողների միջև սկսվել է, այսպես ասած, հրմշտոց, տարբեր տեղեկություններով, այսինքն ընդ որում նաև այդ տարօրինական ինչի են ռազմական ոստիկանները այնտեղ ծառայություն իրականացնում, եթե դա արդեն պաշտպանության նախարարության սահմաններից դուրս է, կոպիտ են արձագանքել ռազմական ոստիկանության ծառայողները, չեմ ուզում բաներով ասել, բայց ինչից հետո սկսվել է հրմշտոց։ Հրմշտոցի ժամանակ շշեր են նետվել եւ այլն, եւ այդ ժամանակ, այդ խառնաշփոթի ժամանակ, այսինքն եւ այնտեղ եղել են կանայք հետևի հատվածում։ Զանգում են Արսեն Ղուկասյանին, ասելով, որ ծնողներին այնտեղ բռնության են ենթարկում, քաշքշում են։ Արսեն Ղուկասյանը մի քանի ծնողի հետ նստելով իր մեքենան գալիս է այդ հետևի անցակետի մոտ, տեսնում է այդ իրավիճակը, ընդ որում, այսինքն որ ծնողներին այս կողմ են տանում, նաև տեսնում է ըստ իրա, որ ռազմական ոստիկաններից մեկը այդ քաշքշուքի ժամանակ հարվածում է ծնողներից մեկի ծոծրակին, զայրանում է, ու արդեն դուք տեսնում եք այդ վերջի կադրերը, որոնք սիվիկները տարածեցին, որ մոտենում է մեքենային, իր բեռնախցիկից վերցնում է ձեռնափայտը, զայրացած ճոճելով մոտենում է, հետո իրան հանգստացնում են, հետ են բերում ու ըստ էության որևէ նույնիսկ հարված բան, որևէ մեկը այդտեղ չի ստանում։ Հետո, ինչը որ ամենահետաքրքիրն է, այդ իրավիճակը այդտեղ հանդարտվում է, հանդարտեցնում են, ընդ որում նաև նշեմ, որ այնտեղ մարդիկ կան, որ այդ հրմշտոցի ժամանակ արդեն ուղիղ բաներ ունեն արած, որ էլ մեկի կրծքավանդակին հարվածելով մեքենայի մոտ են իջացնում, տարբեր մարդիկ, տարբեր վնասվածքներ են ստանում ծնողները, հարազատները։ Եվ տեսնելով, որ հանդարտվում է, այսինքն կամ հանդարտեցման է գնում, ի վերջո ժամը մոտապես այդ ամենից դա տեղի ունենում 5.5-ի դրությամբ, 1 ժամ անց այդ քաշքշուկից հետո հանդիպումը Էդվարդ Ասերյանի եւ վերջինիս տեղակալների հետ տեղի է ունենում։ Ինչի ժամանակ Էդվարդ Ասերյանը զարմացած կերպով նշում է, որ ինքը տեղյակ չի եղել, որ ամսի 27-ից մարդիկ իրեն են սպասում եւ այնտեղ ակցիա են իրականացրել։ Բնականաբար չի կարող զայրացնել։ Ամեն դեպքում այդ հանդիպումը տեղի է ունենում, ընդհանուր Արսեն Ղուկասյանը իր հարցադրումները ուղղում, այնտեղ բաներ են լինում եւ այլն, եւ գնում են։ Բայց ինչպես այդ հրմշտոցի ժամանակ սպառնում էին Արսեն Ղուկասյանին, որ այ դու քո հալը կտեսնես, դու ես այս սաղ կազմակերպում եւ այլն, արդեն ինչպես նշեցի, հաղորդման հիման վրա ծառայողների ռազմական ոստիկանության հարուցվում է հետեւյալ քրեական գործը։ Անկեղծ ասած, մենք այդ գործի, որ պետք է հարուցվի, տեղյակ էինք եւ սպասում էինք, որ բաներ պետք է, բայց որևէ բան, որևէ այսպես չենք արել ու չենք էլ մտածել, որ այդ գործողությունները կարող են խուլիգանական որակվել, որովհետև խուլիգանության մասին խոսք գնալ չի կարող։ Մարդիկ արդարացի պահանջ են ունեցել, մարդկանց խաբել են, մարդկանց պրովոկացրել են տարբեր վիրավորական արտահայտություններով դիմելով, հրմշտոց է տեղի ունեցել։ Այդտեղ
հասարակության հանդեպ անհարգալից վերաբերմունք եւ այլն։ Ինչևէ, ու նաեւ պետք է այստեղ նշել, որ ընդ որում Արսեն Ղուկասյանը այս մինչեւ բոլոր տեղի ունեցած երբևէ ցույցերի, ընդ որում նաեւ այդ ցույցի ժամանակ մշտապես ասել է, որ մեր խնդիրը ոստիկանության ծառայողների հետ չի, իսկ ովքեր որ դրսում ծառայություն են իրականացնում, մշտապես հորդորել է, որպեսզի ոստիկանի հանդեպ լինի հարգալից վերաբերմունք, որովհետև հասկացել է, որ իրանք ծառայություն են իրականացնում, այնտեղ որոշում կայացնողները չեն։ Ասում է, չես կարող չզայրանալ, երբ որ դու տեսնում ես այդ ամեն ինչով, երբ որ ակցիան իրականացվում է, որ անհետ կորածի հարազատին քաշքշում են, հարվածում են, զայրանում ես։ Էս է եղել դեպքի եղելությունը եւ մեզ համար տարօրինակ կերպով եւ տարօրինակ եւ միևնույն ժամանակ սպասելի կերպով հռչակելով Արսեն Ղուկասյանին որպես անհետ կորած անձանց հարազատների ղեկավար, ագրեսիվ վարքագիծ դրսևորող մարդ եւ այլն, որ եթե նա չլինի, եթե ինքը չլինի, ապա այս մարդիկ կարծես թե ասելու են դե լավ, ուրեմն մեր երեխաները չկան, գնանք նստենք տանը, սպասենք, այդպիսի ինչ որ կանխավարկածով Արսեն Ղուկասյանին որոշել են կալանավորել, չնայած, որ եթե նույնիսկ չեն էլ ունեցել, բայց ես վստահ եմ, որ այդ տեղեկություններն ունեցել են, որ Արսեն Ղուկասյանը այս պատերազմից հետո ձեռք է բերել ծանրագույն առողջական խնդիրներ։ Երբեք դրա մասին չի բարձրաձայնում, դրանով չի պաշտպանվում, բայց ունի այդ խնդիրները, ու չնայած այդ դրան, որ մարդիկ բաներ են գրում, ցույց անելուց առողջություն ունի, հետո ուրիշ ժամանակ հենց կալանավորում են չունի, երբեք դրանով չի էլ պաշտպանվել, ինքը թող մեր իրավասու մարմինները մտածեն, որ մարդկանց այդ ցավի, այդ տառապանքի այդ վիճակում կարող են արհամարել, թողնել ժամերով պատերի տակ, կարծես տենց էլ պետք է լինի, ասենք, ինչպես օրինակ Էդվարդ Ասրյանն էր ակնկալում, որ ջերմուկում եկած թուրքերը ինչ-որ մի պահի կհոգնեն ու հետ կքաշվեն, նույն ձևի երևի մտածել էր, որ օրինակ ծնողները դե կհոգնեն, ակցիա կանեն, հետո կգնան իրենց տներով։ Բայց այդ մարդիկ նաև ես կարևոր բան եմ ուզում ասեմ, ես չեմ ուզում խորանալ ու իսրտե ցանկանում եմ, որ այս տեսանյութը նայող որևէ մեկը պատկերացում չունենա, թե ինչա նշանակում ունենալ անհետ կորած, բայց պետք է նաև հասկանալ, որ ամեն օր են իհարկե այդ մարդիկ այդ տառապանքի մեջով անցնում ու Հայաստանում, ես ասում եմ, նույնիսկ չկա այդպիսի պետական ծրագիր, այդպիսի հոգեբան, որ այս մարդկանց կարանա մի որևէ այնպիսի խոսք ասի, որ այս մարդիկ հանգիստ գտնեն, օրինակ ասեն, լավ, այս մխիթարությամբ ես կարող եմ շարունակել ապրել, չկա որովհետև այս իրավունքի տեսակետից, հոգեբանության տեսակետից, այս համարվում է ամենածանր տառապանքը, որ մարդ կարա ունենա, ի վերջո չիմանալով, լավ, ինչ է պատահել իր երեխուն, ինքը ողջ է, թե մեռած է, ուր փնտրի իրան, ինչի հետ համակերպի, ու այս ամենօրյա տառապանքին զուգահեռ, այդ մարդիկ այս օրերին, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, երբ որ ամեն օր վերապրում են այդ օրերը, որ այսօրը այս պատերազմը սկսեց, այսօրը ես վերջի անգամ խոսեցի իմ երեխայի հետ, այսօրվանից կապը կորավ, այսօրը այս մեկի տղան զոհվեց, այսօրը այս մեկից լուր չունեցանք, այս վիճակում են լինում, այնտեղ նույնիսկ խոսակցություններն են պատմում, ասում են, հասկացեք մեզ ծառայողների հետ խոսակցություններին, ասում են հասկացեք, որ
ամեն մեկը գնալու միտեղ ունի, համակերպվելու միտեղ ունի, մենք չունենք։ Ու այս մարդկանց դնել այդ վիճակում, հասցնել խելագարության, որևէ պրոակտիվ հաղորդակցություն չվարել, ասելու լավ, ինչ է կարել այս տղաների հետ, որոշում են, որ չէ, կարելի է ստել, ժամերով սպասացնել պաշտպանության նախարարության պատերի մոտ եւ հետո էլ անունը դնել, որ այս մարդիկ խուլիգան էին, եկել էին հասարակական կարգը կոպիտ ոտնահարելու եւ նպատակ ունեին ինչ-որ մեկի ծառայողական լիազորությունները խոչընդոտել։ Թերևս այսքանը, որովհետև ինձ շատ էին գալիս հարցնում, թե ինչ ա եղել, ի վերջո դեպքը ոնց ա եղել, ինչի են։ Ասեմ, որ հիմա որևէ մեկը, այսինքն եւ մեր տված հաղորդման մասով դեր չունեմ արձագանք արդյոք ոստիկանների քաշքշուկի կապակցությամբ տրված հաղորդման բռնության մասով որևէ քրեական գործ հարուցվել է, թե չէ։ Մյուս ծնողների մասով չունենք այսպիսի խափանման միջոցներ։ Եվ ունենք, այսպես ասած, ֆիքսած Արսեն Ղուկասյան, որը իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ է թողնում մի շարք պաշտոնյաների։ Դեռևս Արսեն Ղուկասյանը գտնվում է կալանքի մեջ реալ դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, որոնք մեր կատարած ակցիաների արդյունքում նշանակվել են, եւ բնականաբար կբողոքարկենք որոշումները ընդհանուր առմամբ ցույց տալու այս ամեն ինչի ապօրինությունն ու խայտառակությունը։ Այս էր ուզում էի մոտ 2 բառով պատմել, թե ինչ ա եղել, ում ինչի համար են հետապնդում։ Հետագա զարգացումների մասին ձեզ եւս տեղյակ կպահեմ։ Շնորհակալություն։